Ուկրաինայի բնակչությունը 40 միլիոնից ավելի էր։ Պատերազմի արդյունքում տարբեր տեղեկություններով բնակչության շատ զգալի տոկոս դուրս է եկել երկրից։ Ուկրաինացիներին ընդունող լիքը երկրներ կային։ Պատկերացնում եք 90 միլիոն բնակչություն ունեցող Պարսկաստանում սկսի խուճապ, բնակչության մի հատված դուրս գա երկրից ու առաջին հերթին ուղղությունը բռնի հարևան պետություններ։ Հայաստանը ունի մշակված սցենարներ, ինչ է անելու այդ դեպքում։ Կամ կարիք լինի տարհանել մեր հայրենակիցներին, որոնք տարբեր հաշվարկներով մի 50 հազարից ավելի են։ Հայաստանը պատրաստ է այդ սցենարին։ Վստահ եմ, որ ոչ։ Արցախից 120 հազար բռնագաղթեցին ու համարյա բոլորի հույսը բարեգործների, ժողովրդի վրա էր։ Ինչ է արել կառավարությունը, բացի ծիծաղելի 40 պլյուս 10 հազարից մի կարճ ժամկետ։ Կամ Հայաստանը արդյոք կարող է խուսափել բախումներից։ Չի բացառվում, ավելի շուտ հնարավոր է, որ Ադրբեջանն օգտվի հարմար առիթից եւ հարձակում գործի Իրան-իսրայելական պատերազմի ինչ-որ փուլում։ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին, իսկ այդ միջանցքը Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է, որը կարող են զենքով փորձել բացել, երբ Իրանը թուլանա։